Պարոն Բաղդասարյան, վերջին մի քանի օրերի ընթացքում այս պատերազմական գործողությունների արդյունքում Ղարաբաղ-ադրբեջանական շփման գծում մենք տեսանք, որ Հայաստանը փաստորեն արտաքին աշխարհում գործընկերներ եւ նույնիսկ դաշնակիցներ չունի այն դեպքում, երբ Ադրբեջանին բացահայտ պետություններն աջակցում են։ Ինձ հետաքրքիր է ձեր դիտարկումները հատկապես մեր ռազմավարական գործընկերոջ Ռուսաստանի թե պաշտոնական արձագանքների եւ թե ընդհանրապես այս օրերի պահվածքի հետ կապված։ Թույլ կտակ ձեր հարցի մեջ հնչած պնդումը ուղղը։ Պարզվեց, որ Հայաստանը դաշնակիցներ չունի ընդհանրապես։ Այդպիսի բան չի պարզվել։ Ընդհանրապես պարզվեց, որ Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ։ Այն որ մյուսները չնայած մեր ապիկար լինելուն, մեր իշխանությունների, Հայաստանի իշխանությունների ապիկար լինելուն, որոնք ընդհանրապես ամեն ինչ արել են Հայաստանին իսգոյ երկիր սարքելու ռուսական ծրագրի շրջանակներում, չնայած այդ ամենին CNN-ը հարցազրույց է վարում Ադրբեջանի արտգործնախարարի հետ եւ անմիջապես Ղարաբաղի արտգործնախարարի հետ, որտեղ Ադրբեջանի արտգործնախարարին տալիս է շատ տհաճ, շատ վատ հարցեր։ Այդ վատ հարցերը հենց այնպես չի, որ այդ մարդուն նեղ գցեցին, այս դա ամբողջ աշխարհի ցույց է տալիս վերաբերմունք CNN-ի թիկունքի, CNN-ի կորպորատիվ վերաբերմունքը այդ հարցին, այդ պետությանը։ Եվ արտգործնախարարին դարձնում են հավասար գործընկեր Ղարաբաղի արտգործնախարարի հետ, դա նշանակում է, որ չնայած մեր ապիկար իշխանությունների ապիկար քաղաքականությանը, ես ոչ միայն այսօրվա իշխանությունների նկատի ունեմ, սկսած 92 թվականից, երբ որ մենք անկախությունը սկսեցինք կամաց-կամաց իշխանության հետ բարտեր անել։ Ընդդեմ ժողովրդի կորցնում ենք ժողովրդավարությունը, տալիս ենք մի մաս բարտեր, սկզբից աշխարհում ով ուզում է այդ իշխանության դիմաց ինչ որ բան տալիս ենք լեգիտիմության դիմաց, հետո աշճանաբար միակ գնորդը դարձավ Ռուսաստանը։ Հետևաբար հարցի մեջից այդ մասը ես հանում եմ, բայց մենակ CNN-ի օրինակը բերեց։ Ես կարող եմ ամերիկյան կոնգրեսմենների օրինակը բերել, հենց Անգելա Մերկելի, Սերժ Սարգսյանին հրավերքը, Գերմանիա։ Դա ցույց է տալիս, որ աշխարհը առաջնորդվում է ոչ թե բարեկամների ռազմավարական դաշինքների փաստաթղթերի, այլ իրական քաղաքական վեկտորներով։ Տվյալ պահին աշխարհը ինչ է թելադրում, այդ վեկտորները համընկավ դրանով կառաջնորդվի։ Բայց այդ վեկտորների համար պետքա предпосылկաներ ստեղծել։ Նախահիմքեր, որպեսզի հենվեն այդ վեկտորների վրա։ Հայաստանը իշխանությունները եւ հատկապես վերջի շրջամարտեն բացահայտ եւ ցինիկաբար ամեն ինչ արել է, որ Հայաստանը դառնա իսգոյ երկիր։ Իսգոյ երկիրը դա նշանակում է, որ աշխարհը այլևս քեզ չի դիտարկում որպես ոչ մեկը ոչ կդիտարկի որևէ հարցում քեզ պարտնյոր, ոչ քո վրա հույս կդնի, ոչ քո վրա զարգացում կնայի։ Հայաստանին լավագույն դեպքում այսօր պետք է դիտարկեն Ռուսաստանի վասալ կամակատար երկիր։ Եվ հետևաբար ոչ մի նոր բան չպարզվեց իմ համար գոնե, ակնհայտ է մի բան, որ մեր իշխանությունները ոչ թե առաջնորդվում են պետական քաղաքականությամբ, իշխանություն ասելով մենակ Սերժ Սարգսյան չհասկանանք։ Օրինակ նայենք պատերազմներ եւ պանիկային վիճակեր, ասեմ ձեզ, իմիջիալոց այդ լռությունը, որ չէին ասում, որ ադրբեջանցիք ուր են հասել, գյուղ են գրավել, ոչ չասում, դա նշանակում է ներքին լուր բանը, ժողովրդը իրար մեջ իմացավ ինչա կատարվում, սկսվեց կամավորականների հավաքագրում եւ այլն եւ այլն։ Բայց տեսեք, պատերազմի 4 օրը, պատերազմի նախորդ օրերը եւ հաջորդ օրերը մենք արտգործնախարար չունենք։ Մենք ունենք ռուսական KGB-ի ագենտ Էդիկ Նալբանդյան, որին ասել հայ է եւ հայկական քաղաքականություն է վարում նույնը, ինչ ասենք կենտրոնական հերոստատեսության են Զավսեգդատայներ հայերը որ կան, որ միշտ ռուսական շահերի համար պատասխան են Ադրբեջանի վրա հարձակվել, Հայաստանի վրա աշխարհը ոտի տակ տալ։ Եվ իրենք էլ բարձրաձայն ասում են, մենք Ռուսաստանում ենք ապրում, մենք Ռուսաստանի շահերով ենք առաջնորդվում։ Նույնը որ նրանց ասես հայեն հայկական շահեր են հետապնդում։ Բայց դուք ուզում եք պետություն ունենաք, որը ունի արտաքին քաղաքականություն, գերատեսչություն, որը նախապատրաստում է պետական քաղաքականություն, այսպիսի դեպքերի համար ինչ աջակցություն, այն մյուս տնտեսական եւ այլն։ Քո քաղաքական ղեկավարությունը քո ամբողջ տնտեսությունը ենթարկեցրել է Ռուսաստանին։ Քո ռազմական ղեկավարությունը քո ամբողջ բանակը ենթարկել է Ռուսաստանին։
Դու միջազգային ասպարեզում հանդես ես գալիս որպես ինքնուրույն դեմք չունեցող, ընդհանրապես ինքնուրույն ոչինչ չներկայացնող մի հատ պետություն։ Նույնիսկ տարածաշրջանը, որ քո շահերը, եթե օբյեկտիվորեն նայես, մեծավ մասամբ համընկնում են քո հարևան Իրանի շահերի հետ։ Բայց դու Իրանի հետ չես ձգտում։ Բայց դու ոչ միայն Իրանի հետ չես ձգտում, այլ այնպես ես անում, որ Իրան Ադրբեջանի հետ մոտենա, որը միայն ռուսական ծրագիր կարող լինի, միայն թշնամու ծրագիր կարող է լինել։ Ու այդքանից հետո խոսել պետությունից, մյուսից, տրամաբանորեն այդպիսի պետության մեջ հասնում ենք այն ելույթներին, որոնք ասում են մենք պետք է ստրոնցիումով կերակրենք մեր հարևաններին։ Այսինքն մենք այստեղ գողանանք, թալանենք, պետության ամբողջ քաղաքականությունը վաճառենք, երկիրը հասցնենք այս եզրին, որ որսորդական հրացանով խփած իսրայելական դրոնը համարենք վերջին հերոսություն եւ հույս ունենանք, որ մեր բոլոր որսորդները արդեն կսկսեն դրոն խփել։ Կամ RPG-7-ով խփած ուղղաթիռը համարել որպես ռազմաարվեստի վերջին ձեռքբերում, չքննարկել, թե ինչու բոլոր տեղերում չկային, ասենք թե հակաուղղաթիռային, հակաօդային միջոցներ, որտեղ էր մեր հետախուզությունը, այդքան տանկեր, այդքան զորաշարժ, այդքան բան լինում, գալիս է բան, մենք դեմը ոչինչ չունենք, հա, մեր այդ առաջնային գծի կրվողներն են, հա, այդ փոքրիկ, որոնք ընդամենը նախատեսված են ցանկացած պաշտպանական բաների ժամանակ, դա նախատեսված է ժամանակավոր դիրքերը պահելու, տեղանշելու, ինֆորմացիա տալու, առնելու եւ այլն լիքը հարցեր կան։ Հիմա ես առաջ օրերը չդրեցի, բայց երրորդ, չորրորդ օրը արդեն իմ համար պարզ էր։ Եվ այդ լրիվը ծածկել համաժողովրդական էյֆորիայով ու ժողովրդին կերակրել են բանը, որ ժամանակակից տեխնիկայի դեմ ժողովրդական դուխը բավական է միասնականությունը։ Ես այդ ձևի հիմարություն ասողներին հարց եմ տալիս, ուր են մեր անհայտ կորածները։ Ուր են գլուխը կտրած տղաների մարմինները կամ գլուխները։ Դուք արդյոք ճիշտ եք ասում, չեք թաքցնում ինչ է կատարվել ամբողջությամբ։ Արդյոք դուք բոլորին հիմարի տեղ եք դնում, երբ որ ասում եք 540 մետր հողակտոր են գրավել։ Դուք թվաբանությունից հասկանում եք 540 մետրը գծում եք, թե դա ինչքան տարածություն է անում։ Գոնե գիտեք 40 մետրը ինչից է ստացվում։ 2 մետրը, որ իրար պատմում է, ստացվում է մետր 40, թե դա էլ չգիտեք։ Թե դա չգիտեք, որ 10 մետրը 50 մետր երկարությամբ դա արդեն 540 մետր է։ Թե դուք չգիտեք, որ 10 մետր լայնություն 50 մետր երկարությունը չի կարող ինչ-որ հող լինել, որ հանձնես եւ հետո բարձրաձայնես։ Ուղղակի ամոթ է պետական ամենաբարձր մակարդակով ստել եւ տարական պարկեշտությունից այնքան զուրկ լինել, որ ասենք Անգելա Մերկելի նման եվրոպական ղեկավարի կողքը կանգնես, Գերմանիայի կանցլեր պատկերացնում եք, կողքը կանգնես, առաջ հայտարարություն անես, որ դու Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն ես, այսքանից հետո գնացել ես Գերմանիա, բայց քո պարտավոր հայտարարես, ես եկել եմ ասեմ, որ մեր վրա հույս չդնեք։ Մենք Ռուսաստանի դաշնակիցներն ենք։ Իսկ այդ հայտարարությունները, պարոն Բաղդասյան, մենք ցավ ենք զգում, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին։ Երեք նաև գերմանական պարբերականին տված հարցազրույցում Սարգսյանը նշել է, որ Ռուսաստանը երբեք այն առաքելությունը Հայաստանի համար, այն դերակատարությունը չի ունեցել Հայաստանի համար, ինչ Թուրքիան Ադրբեջանի, եւ մենք պարզապես ռազմավարական դաշնակիցներ ենք։ Այն մտահոգությունը, որ հայտնվել է նաև Մեդվեդևի հետ հանդիպման ընթացքում Սարգսյանը, ինչ է կարծում, ինչ որ չափով վերանայման առիթ հանդիսացել են այս օրերը մեր իշխանությունների համար, մեր դաշնակցային հարաբերությունները հստակեցնելու առումով։ Ոչ, բացարձակապես ոչ եւ չել հանդիսանալու ես վստահ եմ, ասեմ ինչու։ Մեր ժողովրդին ընդհանրապես Ռուսաստան իր գաղութներին, ընդհանրապես եւ իր ժողովրդին կերակրում է ռոպագանդայով։ Մեր իշխանությունները ռուսական իշխանության տեղական կամակատարներ են, որոնք այդ ռոպագանդան վերցնում եւ կերակրում են մեր ժողովրդին։ Մենք ոչ թե ռեալ քաղաքական արժեքներ, ռեալ քաղաքական վեկտորներ ենք գծում, ստեղծում, որով կորոշվի դաշնակիցը, դաշնակցության արժեքը, խորությունը, հեռանկարները, այլ մենք ուղղակի խոսքերով Ռուսաստանը մեր ստրատեգիական դաշնակիցն է։ Երբ որ հարցնում ես, ասում ես տնտեսության մեջ նկարագրի ստրատեգիական դաշնակցության դերը քո տնտեսության զարգացման գործում, չկա։ Բացասականը խնդրեմ միլիոն օրինակներ։ Ռազմական ուղղությամբ չկա, այս պատերազմը ցույց տվեց բոլորի սուտը։ Երբ որ Սերժ Սարգսյանը բարձրաձայն Մերկելի կողք հայտարարեց, որ 80 թվականի զենքերով ենք մենք կռվում։
Իսկ այստեղ ժողովրդին ստով են կերակրում, թե մեզ գեր ժամանակակից զենքեր են տվել, վերջի 200 միլիարդ էլ պարտվեցին մեր հաշվին, մեր փողով մեկ ուզում ենք զենք առնենք, դա էլ չեն տվել։ Բայց հիմա իմ խնդիրը հակառուսականիզմը չի, որովհետև դրանով մեր վիճակը չի թեթևանում։ Այն որ առնվազն հիմարություն է, որ նույնիսկ վարչապետի մակարդակով կրկնում են, որ Ռուսաստանից չառներ Ադրբեջանը զենքը, ուրիշից կառներ։ Թուրքիայից, Իսրայելից։ Թող ինձ բացատրեն, բացի Թուրքիայից։ Ուրիշ որտեղից կառներ եւ Թուրքիայից սոնցեպեկ էր առնելու։ Եվ արդյոք այն տեխնիկան, որը Ռուսաստանն Թուրքիայից տոճկա ու էր առնելու։ Թող ինձ ով որ այդ հիմարությունը ասում է, այս մեր ժողովրդին հիմարի տեղ չդնի։ Ու ինձ նշի այն ցուցակը, դա գաղտնի չի, թե դա չլինի երեկվա այն հաղորդումը, որ ասում էր մենք ունենք գաղտնի զենքեր, ՀԿ-ի ղեկավարներից մեկն էր ասում, որ չենք ասի։ Դա հիմար չեք ասում, ժողովրդին չեք ասում։ Դուք ժողովրդից եք թաքցնում։ Ադրբեջանցիք ու ռուսները ձեր ամեն ինչը գիտեն, նույնիսկ գիտեն դուք ձեր տանը ինչ ունեք։ Եվ վերջը ռուսական մամուլը վերջերս հրապարակել էր այն առավել եւս ոչ միայն տեղեր, այլ տեղաբաշխումը, քանակը եւ այլն։ Այսինքն այդքանից հետո ես այսպես եմ մտածում։ Անմեղ սունակ է մի մասը մտածված է անում, ինչու եմ ես այսպես սուր խոսում, որովհետեւ ես համարում եմ այս հետախուզական մարտից հետո ռուսական Ադրբեջանը պետք է պրետենզիա ներկայացնի, արդեն ներկայացրել էր մինչև այս մարտը ռուսական զենքի ոչ լիարժեք լինելու կապակցությամբ, չկոմպլեկտավորված լինելու կապակցությամբ։ Պուտինի հանձնարարականով, պաշտպանության նախարարի, չգիտեմ, բոլոր մակարդակներով եկան, որ այդ հարցը լուծեն։ Պուտինը հանձնարարեց, որ սրանից հետո կոմպլեկտացիան տեղը լինի, որակը տեղը լինի։ Այս մարտից հետո Ադրբեջանը պրետենզիա կներկայացնի։ Քո ուղղաթիռներին RPG-ով խփում են։ Քո սոլցեպեկը ոչ մի բան չի տալիս, էֆեկտ չի տալիս։ Տանկերը թղթի նման խփեցին, պայթավ գնաց։ Բա ոնց կլինի, իրար հետ պայմանավորվել ենք, 3 շրջան պետք է գրավենք այս կամ այն կամ, Ռուսաստանը ասել է, դուք ձեր թուրքական բաներով, ինստրուկտորներով նույնիսկ, այստեղ Ռուսաստանը եւ Թուրքիան լրիվ համագործակցում են։ Թուրքիան իր ինստրուկտորներով, իր գուցե նաեւ իգիլական կամ այլ տիպի կամավորներով, ես չգիտեմ, փաստեր չկա, խոսակցություն է։ Ռուսաստան իր զորքով եւ իր ստրատեգիայով հստակ համագործակցում են Ադրբեջանի հետ, մեկը զորքով, մեկը մյուսով, հայկական Հայաստանի դեմ։ Բայց ոչ թե հայերին չեն սիրում դրա համար, որտեղ մեր աչքերը գեշեն, մեր քիթը երկար է, ոտերը ծուր են, չէ, դրա համար չի։ Որտեղ մենք արժեք չունենք, մենք մեր արժեքը չենք գիտակցում։ Մենք մեր արժեքը գիտակցում ենք միջկլանային, միջանձնական հարաբերություններում։ Օրինակ, մեկը կարող է հիմա իմ Facebook-ում գրի, արա դու ով ես, որ մեր հայկական ղեկավարներին ասեց իր անմեղ սունակ են։ Ու պատրաստ կլինի նա ինձ խփի հաստատ։ Բայց որ ասես, այս հետախուզական մարտից հետո, երբ որ Ադրբեջանի պրետենզիաները Ռուսաստանին կներկայացնի, Ռուսաստան ադրբեջանցիներին ու կնստեն իրար հետ հաջորդ անգամվա համար, ավելի պլան կկազմեն, այն հիմարները, որ հիմար պարծենում են, որ մենք պատերազմում հերթական անգամ հաղթեցինք ու 94 թվետ են համատում, ուղեղները մի քիչ աշխատացնեն ու հարցից պատասխանեն։ Եթե սա պլանավորված չէր եւ սա Ադրբեջանի ծրագիր էր Ղարաբաղը գրավելու կամ որոշ շրջաններ, ապա ինչու 200-ից ավել տանկից ընդամենը 20-30-ը մտցրեց պատերազմի մեջ։ Ինչու հարյուրավոր ուղղաթիռներից 1-2-ը մտցրեց։ Ինչու ինքնաթիռներից ոչ մեկը չմտցրեց պատերազմի մեջ։ Չէ՞ որ իր խնդիրը Երևանը ռմբակոծելը չէր, որ Հայաստանը պատասխան Ղարաբաղը գալիս էր, որ այդ վիճակը չլներ։ Ընդամենը այդ հարցի մի պատասխան կա, որովհետև նրանք երկու խնդիր էին լուծում։ Առաջինը, իրար հետ նստել հաշվել էին տեխնիկայի միջոցով բոլոր մինչ պատերազմական այս փուլի նախորդող քաղաքական իրադարձությունները բերում էին մի հետևության, որ պլանավորվում է, ծրագրվում է ինչ-որ բան միասին։ Ռուսական զենքի նկատմամբ պրետենզիաները ցույց էր տվել, միասին հաշվարկել են, որ եթե հիմա ասում են 3 շրջանի ծրագիր է եղել գրավելու, ես կարծում եմ, որ Ադրբեջանը մտք ունեցել է, եթե հնարավոր է 3, ապա ավելի շատ։ Բայց չստացվեց, ժողովուրդը ոտքի կանգնեց, կռվեցին անհասկանալի հրացանով իսրայելական դրոն խփվեց եւ այլն եւ այլն։ Չստացվեց, պահեցինք, առաջ չկարողացան գալ։ Հիմա պետք է իրանք ծրագրավորեն։ Չստացվեց այն գլոբալ ծրագիրը, որով ես վստահ եմ, որ իզգոյ դարձած Ալիևը արդեն
այն որ հրապարակում են Ալիևի օֆշորային միլիոնները եւ այլն, դա հենց այնպես չի։ Դա Ալիևին հստակ իրենք տեսնում են ինֆորմացիան, որ Ալիևը իր ներքին կյանքը պահելու համար արդեն գնում է դեպի Ռուսաստան։ Մինչև հիմա եթե տանում են Ալիևի այս ամեն ինչը իր պետության մեջ մարդու իրավունքներ եւ այլն, զուտ նրա համար էր, որ ոնց որ Կովկասում Վրաստանից հետո մյուս պետություններ, որ ռուսա ստրուկ չէր։ Բայց հիմա եթե գնում է դեպի Ռուսաստան, աշխարհը արդեն հզորները արդեն իրենց սկսում են իզգույ սարքել։ Ալիևը բնական մտածում է, որ եթե ես իզգույ եմ դառնում, իսկ մարտի 16-ի պայմանագիրը 21 թվականի ռուս-թուրքական եւ Լավրովը եւ Թուրքիան հայտարարեցին, որ մենք չենք խզելու, դա մնում է Անդրկովկասում ջրբաժանի ուժերի բաժանման որպես 5, այսինքն իրենք ընդունում են դա, իսկ դրանով Ադրբեջան, Հայաստան, Վրաստան պետք է լինեն Ռուսաստանի կազմում, ՍՍՀ կազմեր, հիմա Պուտինը նույնիսկ ձեռ առնում, ինչ ՍՍՀ, ռուսական կայսրություն, ազնվորեն ասում է, կայսրության կազմում, ապա ավելի լավ է իշխանությունը փոխեն, իշխանության լեգիտիմությունը տարածքներ վերցնելու, իսկ մարտի 16-ի պայմանագրով լղիմը պետք է մնա անկլավ։ Ռուսաստանը իր ծրագիրը ունի, եթե վերադարձնում եմ, Հայաստանը արդեն վերադարձրել է, եթե պետք է Ադրբեջանը վերադարձնեմ, պետք է մեխանիզմով, խոսքով չէ։ Մեխանիզմներից մեկը խաղաղապահ անվանտակ ռուսական զորքի տեղաբաշխումն է։ Եվ արդեն նշվում է, թե Սերժ Սարգսյանն է նշել, թե իշխող կուսակցության պատգամավորները մենք հիացած չենք, բայց դեմել չենք, այսպիսի հայտարարություններ են։ Ուրեմն հիմա ես ձեզ ասեմ, մի շատ աշխարհի վերատիրման Ռուսաստանի կողմից անկախությունները չեղյալ համարելու, սովետը վերականգնելու եւ այլն նոր հին խաղիկանները փորձում են նորովի իրականացնել, որը հնարավոր չի, որը հետագայում անպայման պարտվելու է։ Լավ, ենթադրեք Պուտինին հաջողվում անել, կարելի է արժանապատվորեն անել եւ բարձր գին ստանալ սովետի մեջ մտնելու համար։ Չէ, մեր իշխանավորները պատրաստել են մեկ գնի դիմաց երկիրը մտցնել իմպերիայի մեջ։ Իրենց դղյակները, իրենց իշխանությունը, իրենց գումարները, իրենց թալանը։ Սա է այս մեր իշխանությունների գինը։ Ու այդ միասնություն եւ այլն, որ կոչերը անում են դատարկ ժողովրդի հետ, ու ես զարմանում եմ շարքայինների վրա, որ այդ միասնություն չեն ասում, արա դուք եկեք մեզ միացեք։ Մենք ցանկացած կռվի ժամանակ չնայած ամեն ինչին մենք պատրաստ ենք գնանք, մեր արյունը հեղենք, մեր հողը պաշտպանելու, մեր հայրենիքը պաշտպանելու, որը դուք վաճառում եք շատ մեծ հաջողությամբ։ Հետո վաճառում եք ոչ Հայաստանի պետության ապագան հզորացնելու համար, վաճառում եք ձեր դղյակները ավելի մեջտեղ կառուցելու, ավելի շատ թալան անելու համար։ Ու այդ շարքայինների ոգևորությունը չեմ հասկանում, որ չեն ասում։ Իսկ ինչու դուք չեք գալիս մեր հետ միավորվելու։ Ինչու այ դու Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան եւ չգիտեմ, այս մյուս հարուստները, երկրորդական հարուստները, թալանչիները, վարչապետ, չգիտեմ։ Ինչ օրինակ չեք հայտարարում, որ всё, հերիք եղավ, RPG 7-ով հերիք ուղղաթիռի դեմ կռվեն, հերիքա ժեշտի բանկաներով պահեն։ Մենք մեր թալանից ես առաջարկել եմ, բերում ենք, ստեղծում ենք ֆոնդ, եւ ոչ թե ժողովրդին են կոչ անում փող բերեք դրեք, որ պաշտպանության բանակը։ Այլ մենք մեծահարուստներս։ Այն օֆշորի հարկադիր կատարման պետը գեներալական ուսադիրներով, մեր գլխավոր շտաբի պետերը ու բանակի կոռումպացված չաղլիկները, մեր տնտեսության կոռումպացված չաղլիկները, դա տնտեսական մասով բերեն գումարներ հավաքեն, հավատացեք, եթե $200 միլիոն մենք հնարավորություն ունենք Ռուսաստանից արժեքավոր զենքեր վերցնենք, որ պաշտպանվենք, $200 միլիոն սրանց համար ինչ է։ Եթե լուրջ նայեն, իրանց հեռանկարը նայեն, կտեսնեն, որ արժի հիմա դնել եւ զինել ժողովրդին։ Դա տնտեսական առումով, բայց ամենակարևորը քաղաքական հարթության մեջ։ Պատերազմը Մեդվեդևը պետքա գար հայտարարումա չեմ գա, որտեվ ադրբեջանցի կասեն Հավասարության նշանը խախտվում է։ Հավասարակշռությունը խախտվում է։ Հետո որ բրծնում են իրանց հարցերը ինչ որ ձև լուծվում է, գալիս է ու գնում առանց մամլո ասուլիսի, առանց դուրս գալու հարցերի պատասխան տալու, չէ՞, այդպես հեռացավ։ Հա։ Քաղաքական առումով Նազարբաևը իր պահվածքով, Լուկաշենկոն իր պահվածքով, Պուտինը իր այդ ամոր պահվածքով, որ հավասարության նշան դնելով, իսկ իրականում զենքը տալիս ես մյուսին, փողը չվճես վերցնում, ես մյուսին պարտք ես տալիս, զենքը չես տալիս։ Կռվացնում ես իրար հետ,
հետո հավասարության վրա, հետո ասում ենք ստրատեգիական պարտներ։ Այդ բառակապակցությունը դադարեցրեք, դա զոմբիացնող, դա էս ազգին հավ սարքող բառակապակցությունը, ինչ ստրատեգիական պարտներ։ Ստրատեգիական պարտներ գաղափարը կոնկրետ իրադարձություններում դրսևորվում է։ Եթե կոնկրետ իրադարձություններում չի դրսևորվում, դա բառակապակցությունները ժողովրդին զոմբիացնելու համար։ Հետևաբար այդ բառերը մեր բարեկամ պետություն, բարեկամ ազգ, թշնամի ազգ եւ այլն, այդպիսի բաները հիվանդ հասարակության մեջ աշխատող բաներ են։ Նորմալ մտածող հասարակության մեջ ծիծաղելի է այդպիսի բառակապակցությունով առաջնորդվելը։ Հիմա Հայաստանը այս տարի պետք է լիներ ՕԴԿԲ-ի ղեկավար, թույլ չտվեցին։ Այդ տարով հետաձգվեց։ Հետաձգվեց։ Մինչև պատերազմը ամեն ինչ իր հետ կապ ունի, հենց այնպես չի։ Իսկ գիտենք, որ այնտեղ ինչ որոշումներ կայացնում է Ռուսաստանի համաձայնությամբ, Ռուսաստան համաձայնությամբ եւ թելադրանքով։ Հայաստանը պետք է մտներ 103 հոգով քվեարկեցին, մտցրեցին ԵԱՏՄ, ամնացածներս էլ դարձան 30 ջղաձգվողներ եւ այլն։ Մարգինալ դա ցույց է տալիս քաղաքականությունից հեռու ստրկամտության մեր նախկին նախագահներից նաեւ մեկի, որը մեր ջղաձգվող էր անվանում։ Մակարդակը, որը 92 թվականից սկսվել է եւ գոնե ես այդ թվերից տեսել եմ այդ հեռանկար ուր է տան։ Ուրեմն մտցնում են ԵԱՏՄ եւ հիմնավորում են թողեք այդ ավտագությունը մյուսը որ հետո ստացավ չէ Ղարաբաղն էլ չի, հետո սկսեց քննարկել այնտեղ post դրվելու է թե չէ Հայաստանի Ղարաբաղի մեջ որ չտերին ասում տեսան մաքսակետ անվտանգության երաշխավորը էլ չեղավ դե ԵԱՏՄ-ն տնտեսական ինչ բան երեք էինք ասել ու մոռացել եք էլի հիմա ուրիշ բան կասենք այդ սա խեջ բայց թույլ չտվեցին որ դառնա հիմնադիր անդամ Վարչապետերի այդ հանդիպումից այստեղ որը պետք է տեղի ունենար, սակայն Ղազախստանի վարչապետը առարկեց այստեղ գալու կապակցությամբ Մոսկվան էլ համաձայնվեց, երեք Մեդվեդևը հայտարարում է, որ այս անգամ տեղի կունենա Մոսկվայում, հետագայում նիստեր կլինեն Հայաստանում, կարծես ինչ որ չափով փորձելով փարատել այն դժգոհությունները, որ կան, եւ Սերժ Սարգսյանն էլ Մեդվեդևի հետ հանդիպման ընթացքում իր դժգոհությունները հայտնել այդ կապակցությամբ նախ ինչպես ենք սա բնութագրում եւ գնահատում կա գործ, կա խոսք ես երկու էպիզոդ նկարագրեցի Հայաստանը հիմնադիր անդամի դառնալ չդարձավ ՕԴԿԲ-ի նախագահ չդարձավ դա փորձեցին կերտցնել ժողովրդին որ բա մեր Տիգրան Սարգսյանն էլ վարչապետ է սաղի վարչապետն է տեսանք այս պատերազմի ընթացքում որտեղ էր մեր սաղի վարչապետը այդ բոլորը իր տեղ ունի ու խոսքով հիմա դժգոհություն է հայտնում Սերժ Սարգսյանը բայց քաղաքականության մեջ խոսքով ոչ մեկ չի առաջնորդվում դու պետք է նույնիսկ մարդկային հարաբերության մեջ երբ որ մեկը անընդհատ մուրում է թքում է ներեսին ասում անձրև է գալիս խփում են ասում լավա թույլ խփեց գլուխից չկոտրվավ այս անգամ բան այդ մարդուն դու քեզ պարտներ չես կարող համարել դու այդ մարդուն քո հետ որսի չես վերցնի հարսանիք չես տանի դու կամա չես դրա մասին խոսես որպես քեզ ընկեր դա նույնիսկ մարդկային հարաբերության մեջ մենք հիմա այդ մուրացկանի վիճակում ենք որ մեկ-մեկ էլ բողոքում ենք արա գլխից ոնց որ ուժը խփեցիր այս անգամ նախորդ անգամ որ խփիր արուն չեկավ այս անգամ արուն եկավ մի 100 զոտ տվեցինք մի 150 վիրավոր բայց sense որ գնա գլուխներս կկտրես եւ կա երկրորդը գործը դատարկ խոսակցությունից դուրս գործը Հայաստանում քաղաքական ղեկավարություն կոչվածը փակ հավաքվում են իրար հետ ոչ թե այս 130 հոգի կեսը գրագետ կեսը անգրագետ չէ այտենց չէ այն մարդիկ որոնց խոսքը արժե լսել եւ որոնց հետ որոշում կայացնել հավաքվում են իրար հետ եւ մի քանի որոշումներ են կայացնում արժեք սկսենք ներկայացնել մեզ առիթ են տվել արժեք ներկայացնելու լավ ինչ եղել է գցենք մի կողմ հիմա քաղաքական դաշտում արժեք ներկայացնենք ես առաջարկել եմ Առաջինը ելնելով այն բանից, որ ժողովուրդը բոլորը համարում է, որ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դա հայ չի, հայաստանցի չի, դա հայերի դեմ աշխատող թշնամական գործակալ է, Էդվարդ Նալբանդյանին ազատենք, ընդառաջ գնալով բազմաթիվ կոլեկտիվների եւ այլնի դե սովետական KGB-ի շկոլան էլի կարան ձևակերպել, ընդառաջ գնալով ժողովրդի դժգոհության բան ազատենք, երբ որ դու ազատում ես ու բացատրում ես որ չի կարող հակառակ դեպքում է ժողովրդին չի լսի այս կամավորները հեսա գալու են այդ զենքը վերցնեն ձեզ մեզ սրբեն տանեն ու ձեր ոչ մի ծրագիր Հայաստանում չի իրականանա եթե ուզում եք որ մենք մնանք պետք է ժողովրդին ինչ որ մի բան տանք էլի որ զիջենք
Հենց որ դու արեցիր ժողովրդի կշռը կբարձրանա, դրանք արդեն կասեն հաջորդը։ Այդ որ դուք տեղափոխեցիք այդ ԵՏՄ-ի այդ վարչապետերի այսպես կոչված ժողովը, չնայած որ ինչքան քիչ անեն Հայաստանը մոռանան այնքան լավ, բայց քաղաքականության մեջ օգտագործել է պետք։ Այս ժողովուրդը մեծ վիրավորված է ձեզանց, որ մեր հացը չեք ուզում ուտեք, գաք մեր մոտ եւ այլն եւ այլն։ Այդ պատճառով հանկարծ ես հելլեմ գամ, հետ գամ ինձ չեն ընդունի։ Այրոպորտում ինձ կքշեն։ Դրա համար ու քան որ հաշվի առնելով որ մենք ունենք այսքան անհայտ կորած եւ այլն եւ այլն եւ այլն պետք է զբաղվում այդ բաներով, կարակ մինչեւ վարչապետերի ժողովը գոնե այդ մեր անհայտ կորածների հարցերը լուծեք։ Այդ նորմալ պետության, նորմալ ղեկավարը քիչ թե շատ, որ ամբողջությամբ ստրուկ չի եւ քաղաքականության մեջ հասկանում է որ մի չխելք է պետք, այդ սկզբունքը որ քաղաքականության մեջ խելք պետք չի, մենակ փող է պետք, հասկանամ որ դա մենակ թալանի համար է պետք։ Միջազգային քաղաքականության մեջ առաջերտին խելք է պետք։ Այս պատճառը բռնելով չգնանք, դա էլ է քաղաքական արժեքը բարձրացնում։ Ամենամեծ քաղաքական արժեքը բարձրացնելուց քայլերից մեկը օրինակ կարող լինի Շանթին, Հայկին, Գևորգին ու մնացած բոլորին ազատելը։ Այդ դատարկ միասնության կոչ անելու փոխարեն այդ սաղ տղերքը բանակում ծառայած են, մի մասը սպաներ են եղել, մի մասը արյուն են տվել։ Ես Շանթին գիտեմ, երբ որ Մեղրի Ղափանում պարետ էի եւ ինքը ղափանցի էր ու այնտեղ էր։ Երբ որ Շանթենից ազատում են բանտից, երկու բան է կատարվում։ Ես գրել եմ, առաջարկել եմ։ Ժողովրդի մոտ այդ շնամությունը, թույնը, որը ավելացավ նաև այս պատերազմի ռեալությունները ուղղված ընդդեմ իշխանության, էապես կթուլանա։ Սա մեկ, եւ երկրորդը, Շանթենից ազատելով ցույց է տալիս, որ մենք այդքան էլ արդեն Ռուսաստանին նվիրված չենք, որ մեկը ով Ռուսաստանի դեմ խոսա կտանենք կնստացնենք։ Այսինքն ցույց տալ, որ այդ հայտարարությունները Սերժ Սարգսյանի, պարզապես հայտարարություններ չեն, գոնե ինչ որ հետևանք ունենում են։ Տակը գործ կա։ Պարզապես պահի դժգոհություն չէ, ինչ որ մխիթարանք։ Այն ինչ որ միջև մար է։ Հակառակ դեպքում մենք նույն ձևի գլորվելու ենք արդեն ավելի վատացած վիճակում, ինչի որտեվ են հոխորտացողները, որ Բաքվին հետևին ձեռ էին տալիս, շատ ներողություն է արտահայտության համար, դա իմը չի, որ Բաքվում էին լողանում, իկրային ուտում կարակի վրա քսած, Մերի Բանալիևայի մոտը գիշերը հյուր էին գնում եւ այլն, այդ մեծ հոխորտացողները հիմա չէին մկան ծակը մտնի եւ չէին ասի, որ ընդամենը 50-40 մետր հող ենք զիջել։ Այլ գոնե այսքան պատվախնդրություն կունենային եւ այն հանայք կորածների եւ գլուխը կտրածների դիմաց գոնե տղայավարի մի բան կանեին։ Մնացած ամեն ինչ սուտ է, մնացածը խաբեություն է, խոսքերի հեղեղ է, որը բթացնում է ժողովրդին։ Մենք այս ընթացքում երկու ճանապարհ ունենք։ Կամ տեսնում ենք, որ Ռուսաստանը չի պարտվում համաշխարհային process-ների մեջ եւ Պուտինը չի վերանում որպես միջազգային հանցագործ եւ այլ հերթական մի բան։ Այլ կարողանում է թեկուզ 50 տարվա համար կամ 30 տարվա համար կայսրություն ձևավորել եւ մենք այլ տեղ չունենք փախնելու, մենք այդ կայսրության մեջ պետք է մտնենք արժանապատիվ։ Արժեք ունեցող, ինչպես Ադրբեջանն է անում։ Տեսեք, Ադրբեջանը ասում է. լավ, մարտի 16 ես համաձայն եմ, Ռուսաստանն որ կա, բայց գրավել տարածքները վերադարձնում եք, Ղարաբաղը ենթարկեցնում եք ինչ, ձեր խաղաղարար զորքերի անվան տակ առաջվա 5-րդ կորպուսներ կարծեմ, որ Ղարաբաղում էր տեղադրված սովետական։ Նորից կվերադարձնեք այնտեղ, մեկը Ռուսաստանը, Ղարաբաղցիները բոլորը ռուսասեր են, Զորի Բալայանին կնշանակենք այնտեղի ակսակալը, Բակո Սահակյանն էլ KGB-ի մեր տղեն է, բան այդտենց նորմալ ամեն ինչ։ Ադրբեջանը վերականգնում է իր տարածքային ամբողջականությունը, բայց հստակ հասկանալով մի բան, Պուտինյան կայսրությունը հավերժ չի։ Պուտինյան կայսրությունը դա լինելու է մի քանի տասնամյակ կամ մի քանի հնգամյակ կամ շատ ավելի կարճ։ Այդ կայսրության քայքայումից հետո ինքը այլևս այն սխալը թույլ չի տա, որ Ղարաբաղը անկախանա ու տարածքներ գրավի։ Ավելին, այդ ժամանակ աշխատի թուրք-ադրբեջանական տանդեմը։ Եվ աշխարհում իզգոյ դարձած, տնտեսապես, հոգեպես, քաղաքականապես ոչնչացած եւ դատարկված Հայաստանը կայսրության հերթական փլուզումից հետո կվերանա աշխարհի երեսից։ Այս պարզ բաները չհասկանալով քաղաքականություն իրականացնել ու չհասկանալ, որ եթե նույնիսկ կայսրությունը ալտերնատիվ չունի, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը հպարտ հայտարարում։ ԵԱՏՄ-ն այլ ընտրանք չունի։ ԵԱՏՄ-ն այլ ընտրանք չունի։ Եթե այլ ընտրանք չունի, ապա գոնե արժանապատիվ կեցվածքով եւ ԵԱՏՄ-ից հետո ձեր գոյության երաշխիքները ստեղծելով գնացեք ճանապարհ։
այս համաշխարհային մարտահրավերները չհասկանալ, ցեղասպանություն ապրած ազգ լինել։ Ու խոսալ ստրատեգիական պարտներությունից, բարեկամ ազգերից, թշնամի ազգերից, այդ նշանակում է, որ Աստված, եթե ուզում է պատժի մի ազգի, խելքը առնում է։ Մեր խելքը 15 թվին առած էր։ Մեր դաշնակցական կուսակցությունը կամավորներ էր գրում, որ Ռուսաստանի բանով ազատեր Հայաստանը։ Ու որ այդ քաղաքական բանից դուրս էր ՆԺԴՀ մյուսները կարողացան փրկել Հայաստանի այս մասը։ Թղթակիցը, արևմտյան թղթակիցը հարցնում է Ղարաբաղի արտգործնախարարին, որին պատիվ են արել CNN-ով հանդես գալ, այդպիսի բան, հարցնում է, ասում է, իսկ դուք կարդացել եք Ստրատֆորի վերջի վերլուծությունները Ղարաբաղի, Ադրբեջանի եւ այլնի հարցով։ Ստրատֆորը գիտենք, որ ՑՌՈ-ի բանն է, վերլուծական ծառայություն է։ Նրա վերլուծությունները ՑՌՈ-ի սեղանին են կամ հակառակ այնտեղից եկած վերլուծություն։ Նա ինչ պատասխանում լավ է։ Ոչ, ես Ստրատֆոր չեմ կարդում։ Նրա հարցին բա դուք ինչ եք կարդում։ Ես կարդում եմ Վալդայ։ Վալդայը Պուտինի ակումբն է։ Պատերազմ մղվում, քո դեմ, քո ստրատեգիական բարեկամի եւ հավերժ թշնամու կողմից, եւ այդ Ստրատֆորի տերերը մի մասը Ղարաբաղի անկախություն են ճանաչել, մի մասը հարց է բարձրացրել Ադրբեջանի գազանային դեմքի մասին եւ այլն, քեզ կանչել են CNN-ում մարդ են դարձրել, մարդատեղ են դրել, բան, դու ասում ես արա դուք ով եք է, կեցե Պուտինը, ու դրանից հետո սկսում ես նեղվել, որ ուկրաինացիք հայերին չեն սիրում, ամերիկացիք հայերին չեն սիրում, ֆրանսիացիք չեն սիրում, գերմանացիք 15 թվին գերմանացիք են մեզ կոտորում։ Դրանից հետո մտածել, որ Աստված մեր խելքը չի առել, ստացվում է մեր խելքը առել, թողել է մենակ զգացմունքները։ Այսինքն մենք պատրաստ ենք որսորդական հրացանով գնալ կռիվ, մեր կյանքը զոհել, մնացել ենք 1.2 միլիոն հայ ստեղ, Էդ էլ մենք պատրաստ ենք զոհվենք, ոչնչանանք, բա մեզնից հետո այդ ավերակները ով է թագավորելու։ Ռուսների համար մի քիչ մտածելու բան է պետք էլի։